Ամուր սահմաններ, հզոր պետություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին շարունակում են համակողմանի աջակցությունը մեր երկրի հեռավոր ու սահմանամերձ շրջաններին։ Հերթական անգամ ուշադրության կենտրոնում սահմանամերձ ու սահմանապահ գյուղերում բնակվող երեխաներն են։ Դեռևս հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորեց հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը մեր երկրի բոլոր մանուկների համար, խոստանալով, որ այսուհետ առավել մեծ ուշադրություն է դարձնելու հեռավոր շրջաններում բնակվող երեխաներին։ Երեխաները մեր ապագան են, մեր ծաղիկներն են, մեր ուրախությունը եւ հպարտությունն են, որ մենք ամեն ինչ պետք է անենք, մեր երեխաների ապագան ավելի փայլուն լինի։ Բոլոր պայմանները պետք է ստեղծենք, որ ինչին իրեն որ կարող են հասնեն, պիտանի մարդ դառնան մեր երկրի համար։ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չի, այլ մենք ունենք սահմանամերձ տարածքներ, որը նույնպես մեծ ուշադրություն պետք է դարձնենք։ Ես արդեն հանձնարարել եմ Ծառուկյան հիմնադրամից, որ այս տարի առավել եւս ուշադրություն դարձեն սահմանամերձ գոտում բնակվող երեխաներին։ Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք, մեր երեխաների համար հավասար պայմաններ լինեն, որտեղ մեր վաղվա ապագան կերտողները իրանք են, վաղվա զինվորը, հրամանատարը, բժիշկը, գիտնականը եւ օլիմպիական չեմպիոնը իրանք են լինելու։ Բարձրաձայնված խոստումն իրեն այս անգամ էլ երկար սպասեցնել չի տալիս եւ ընդամենը մի քանի օր անց խոսքը գործի է վերածվում։ Առաջին մարզն Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այցելում են կուսակցության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, Գեղարքունիքն է։ Սահմանամերձ Վահան գյուղում բարի լուրը հյուրերից շուտ է տեղ հասել, հետեւաբար բնակիչների ողջավորությունն ու ակնկալիքներն այստեղ առավել քան մեծ են։ Գրենական պիտույքներ, մարզական հագուստ ու բազմազան պարագաներ ոչ միայն գյուղի մանկապարտեզի, այլև դպրոցի համար։ Պարոն Ծառուկյանը ինչպես միշտ իր խոստումները կատարել է եւ կատարում է եւ մեր խոսքը գործ է, կարգախոսը իրականում այդպես է։ Ընդամենը 1 ամիս առաջ պարոն Ծառուկյանն ասեց, որ պետք է սահմանամերձ գոտիների երեխաներին ուշադրություն դարձվի, մենք այսօր այստեղ ենք։ Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք կորուցոր, որպեսզի մեր երկիրը իրոք բարգավաճի։ Աշխատելու ենք, որպեսզի մեր խորհրդարանական խմբակցությունը եւ մեր կուսակցությունը այնպիսի իրավիճակ ստեղծի, որ մեր երկրից մեր քաղաքացիները չլքեն, չգնան ուրիշ երկրներ, որովհետեւ ձեզանով է պահվում մեր սահմանը, ձեզանով է պահվում գյուղը եւ այս հիասքանչ երեխաներն են մեր ապագան։ Այցելության նպատակը ոչ միայն նվերներ կամ սպորտային գույք բաժանելն է, հատկացնելն է, այլ նաև հասկանանք, թե մարզերում եւ հատկապես սահմանամերձ շրջաններում ինչ կարգի մարզաձև կարող ենք զարգացնել։ Պարոն Ծառուկյանը վերջին հանձնարարական ազգային օլիմպիական կոմիտեին դա նաև որպեսզի մարշական խորհուրդը ավելի մեծ ուշադրություն դարձնի սահմանամերձ գյուղերի երեխաներին եւ մոտ ապագայում նույնպես կստեղծվեն խմբեր տարբեր մարզաձևերի, կայցելենք սահմանամերձ գյուղեր եւ շնորհալի երիտասարդներին կտեղափոխենք Երևան սպորտ ինտերնատ, որպեսզի նրանց ուսումը եւ նաեւ սպորտային մասնագիտությունը, վարպետությունը բարելավեն։ Բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ջերմ ու հյուրընկալ բնակիչներով մարզի Թթուջուր գյուղում եւս կուսակցության ներկայացուցիչները սպասված ու ցանկալի հյուրեր են։ Առավել եւս որ գրենական պիտույքների ու մարզական պարագաների կարիք այստեղ բոլոր երեխաներն են զգում։ 1973 թվականին հիմնադրված գյուղի միակ մանկապարտեզն արդեն ավելի քան 5 ամիս է ինչ չի գործում։ Պատճառը սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունն է։ Խնդիրը չգիտեն էլ թե երբ կլուծվի։ Հաճելի անակնկալն այստեղ ոչ միայն երեխաներին, այլև մեծերին է ոգևորել։ Ասում են ցանկացած ուշադրություն դժվարությունները հաղթահարելու նոր ուժ է հաղորդում։ Առաջի անգամը չի, որ պարոն Ծառուկյանը աջակցում է սահմանամերձ գյուղերին։ Մենք մեզ շատ լավ ենք զգում, որ ապրելով սահմանամերձ գյուղում մեզ էլ անտեսված չենք զգում, մեզ օգնում են, աջակցում են։ Երեխաները գնում են ֆուտբոլի դաշտ, բայց կամ սպորտզալ են գնում, ոչ մի բան չկա որ խաղան։ Այսօր մեծ ուշադրություն, մեծ ուրախություն է բոլորիս համար։ Դպրոց եմ գնում, լավ եմ սովորում։ Ինչ ես ուզում դառնալ։ Վարչապետ։ Շատ եմ սիրում մեր գյուղը։ Ուզում եմ որ միշտ տեղնեմ ու ընկերների հետ խաղամ։ Վահանն է մեր գյուղի անունը, ու մենք Վահան ենք հանդիսանում բոլոր քաղաքի ապրողների համար, մեր Հայաստանի համար։ Շատ շնորհակալ ենք։ Սա մեծ աջակցություն էր, մեծ օգնություն էր մեր փոքրիկներին ուրախացնելու։ Երբ որ գտնում ես սահմանի վրա, ամեն րոպե վախը սրտներում, եւ թե մեծերի, եւ թե փոքրերի երբ որ ուշադրություն են դարձնում, դրանից ոնց որ մի քիչ սիրտները թեթևանում է, հանգստանում է ժողովուրդը։ Այսօր իմ ծննդյան օրն է, այս նվեր շատ ուրախացա։ Շատ եմ սիրում սպորտը, ուզում եմ լավ սպորտմեն դառնամ, որ բարձր պահեմ հայրենիքիս պատիվ։
Մայրաքաղաքից ավելի քան 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլ գյուղի բնակիչները եւս կարոտ են ուշադրության ու իրենց խնդիրներով մտահոգ անձանց։ Ընդամենը 3-4 կիլոմետրից այն կողմ արդեն ադրբեջանական սահմանն է։ Ապրում են ահասրտներում, բայց հայրենի հողը լքել չեն ցանկանում։ Գագիկ Ծառուկյանի կողմից հոգատարության բազմաթիվ անգամներ են արժանացել։ Համոզված են, որքան մեծ լինի իրենց հանդեպ ուշադրությունը, այնքան անմար կմնա հարազատ գյուղում ապրելու ու արարելու ցանկությունը։ Ցանկալի նվերների այստեղ եւս արժանանում են բոլոր երեխաները։ Ես շատ եմ սիրում գնդակ խաղալ, ուզում եմ լավ սպորտսմեն դառնալ։ Շատ ուրախաց եմ ուրախների համար։ Իմ թորնիկներս որ ոգևորվել են ուրախացել, ես էլ եմ ուրախանում։ Ինչ չես կարա ուրախանալ, լավ բանից բոլորն էլ կուրախանան։ Հերթական անգամ համոզվեցինք, որ պարոն Ծառուկյանի խոսքը գործ է։ Աջակցությունը նոր լիցք քաղաքում բնակչին տեղում ամրանալու, տեղում կայանալու Եվ իհարկե, եթե աջակցություն չլինի, ուրեմն հաստատ համոզված լինեք, որ գյուղացին հիասթափվել տեղում չի մնա։ Հողը ոչ թե կռվելով են պահում, այլ այդ հողի վրա ապրելով, աշխատելով են պահում։ Սահմանամերձ Ջիլը 800-ից ավելի բնակիչ ունի, նրանց գերակշիռ մասն Ադրբեջանից բռնագաղթվածներն են։ Հանապազորյա հացը հողագործությամբ ու անասնապահությամբ են վաստակում։ Շուտով գյուղի 20-ամյակն են տոնելու։ Տարեդարձի առիթով գյուղին սպասված նվեր ունի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ Բնակիչների խնդրանքով գյուղի կենտրոնական փողոցում տեղադրվելու է ահա այս խաչքարը՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների եւ Ադրբեջանում զոհված հայերի։ Տեղեկացնենք նաեւ, որ նախաձեռնությունն իր շարունակությունն է ունենալու սահմանամերձ բոլոր շրջաններում։ Հաջորդ հանգրվանը Տավուշի մարզն է։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։